Այս ուսումնասիրությունը նվիրված է երկու մեծ հեղափոխականների՝ Վլադիմիր Լենինի և Տրոցկու գաղափարական հակադրությանը, որը զբաղեցնում է յուրահատուկ տեղ մարքսիզմի պատմության և միջազգային հեղափոխական շարժման զարգացման մեջ։ Ներկայացվող աշխատանքի կառուցվածքն այնպիսին է, որ յուրաքանչյուր թեմա բացատրվում է առանձին, սակայն միևնույն գաղափարներն ու մեջբերումները կարող են գիտակցաբար կրկնվել տարբեր հատվածներում։ Այս մեթոդը ընտրված է նպատակային, որպեսզի ունկնդիրը կամ ընթերցողը կարողանա տեսնել նույն սկզբունքը տարբեր պատմական իրավիճակներում և հասկանալ, թե ինչպես նույն գաղափարական տարաձայնությունը կուսակցության դերի, հեղափոխության բնույթի կամ սոցիալիզմի կառուցման վերաբերյալ ձևավորեց լենինիզմի և տրոցկիզմի հիմնական տարբերությունները։ Աշխատանքը չի հետապնդում անձնական գնահատականի նպատակ, այլ հանդիսանում է փորձ ներկայացնելու գիտական համեմատություն երկու տեսական համակարգերի միջև։ Բոլոր մեջբերումներն ընտրված են այնպես, որ արտացոլեն հեղափոխական մտածողության իրական բախումը, Տրոցկու մշտական հեղափոխության և Լենինի փուլային կազմակերպված պրոլետարական պայքարի հայեցակարգերի միջև։ Այս ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն մարքսիստական փորձման համար, այլև որպես դաս, այլև որպես թե ինչպես գաղափարական սկզբունքների տարբեր մեկնաբանությունը կարող է ազդել ամբողջ հեղափոխական պրոցեսի ուղղության վրա։ Տրոցկիստները, այսինքն Տրոցկու հետևորդները, իրականում խուսափում են օգտագործել իմպերիալիզմ հասկացությունը այն ձևով, ինչպես Լենինն էր սահմանում։ Լենինի համար իմպերիալիզմը կապիտալիզմի մոնոպոլիստական, բանկային և գաղութատիրական բարձրագույն փուլն էր, որտեղ գործում են մի քանի հիմնական օրենքներ։ Լենինի իմպերիալիզմի տեսության 5 հիմնական հատկանիշները հետևյալն են. Առաջին, արտադրության և կապիտալի կենտրոնացումը, որը ստեղծում է մոնոպոլիաներ։ Կապիտալիզմի զարգացման վերջին փուլում արտադրությունն ու կապ։ Կապիտալը կենտրոնանում են մի քանի հսկաձեռնարկությունների ձեռքում։ Այդ մոնոպոլիաները դառնում են տնտեսության որոշիչ ուժ, խախտելով թաքց ազատ մրցակցության սկզբունքը։ Երկրորդ, բանկային կապիտալի և արդյունաբերական կապիտալի միաձուլումը ձևավորելով ֆինանսական կապիտալ։ Բանկերն ու արդյունաբերական մոնոպոլիաները միանում են ստեղծելով ֆինանսական օլիգարխիա, որը ղեկավարում է ամբողջ տնտեսությունը։ Ֆինանսական կապիտալը դառնում է պետության և արտաքին քաղաքականության հիմնական շարժիչ ուժը։ Երրորդ, արտաքին շուկաների և ներդրումային ոլորտների համար կապիտալի արտահանումը։ Երբ ազատ կապիտալը երկրի ներսում շահավետ ներդրում չի գտնում, այն արտահանվում է դեպի հետամնաց կամ կախյալ երկրներ։ Սա հանգեցնում է գաղութային և կիսագաղութային համակարգի ձևավորմանը։ Չորրորդ, միջազգային մոնոպոլիստական միությունների ձևավորումը։ Մեծ տերությունների կապիտալիստները ձևավորում են միջազգային կարտելներ, տրեստներ և սինդիկատներ, աշխարհը տնտեսական ոլորտների բաժանելու նպատակով, օրինակ նավթի, երկաթի և ծովային փոխադրումների ոլորտներում։ Հինգերորդ, աշխարհի տարածքային բաժանումը մենաշնորհային տերությունների միջև։ Մեծ տերությունները բաժանում են աշխարհը գաղութների և ազդեցության գոտիների։ Այս մրցակցությունն առաջացնում է իմպերիալիստական պատերազմներ, ինչպես օրինակ առաջին համաշխարհային պատերազմը։ Լենինը գրում էր. իմպերիալիզմը կապիտալիզմի այն փուլն է, երբ ազատ մրցակցությունը փոխարինվում է մոնոպոլիաներով և կապիտալը դուրս է գալիս ազգային սահմաններից, ձգտելով համաշխարհային տիրապետության։ Այս տեսությունը դասակարգային, տնտեսաքաղաքական և հակաիմպերիալիստական բովանդակություն ուներ։ Տրոցկիստների մոտ մոտեցումն այլ է։ Տրոցկին, թեև երբեմն ընդունում էր Լենինի նկարագրությունը, սակայն իր քաղաքական պրակտիկայում փոխեց կենտրոնացումը։ Տրոցկիստները հիմնականում շեշտում են մշտական հեղափոխության գաղափարը, ըստ որի պրոլետարիատը պետք է անմիջապես անցնի սոցիալիստական հեղափոխության, առանց սպասելու ազգային կամ հակաիմպերիալիստական փուլերին։ Հետևաբար, նրանք հաճախ մերժում են ազգային ազատագրական պայքարի կամ հակաիմպերիալիստական դաշինքների գաղափարը, ասելով, թե դրանք բուրժուական են։ Այս դիրքորոշումից բխում է նաև այն, որ տրոցկիստական դպրոցները հաճախ խուսափում են խոսել իմպերիալիզմի դեմ պայքարի լեզվով, քանի որ դա նրանց համար ազգային կամ քաղաքական է, այլ ոչ թե մաքուր սոցիալիստական հեղափոխության լեզու։
Ամանակակից տրոցկիստական կազմակերպությունների օրինակներ։ Տրոցկիստական խմբերը սովորաբար չեն օգտագործում իմպերիալիզմ բառը որպես գլոբալ կենտրոնների համակարգային կառուցվածք, այլ խոսում են պարզապես գլոբալ կապիտալիզմի մասին։ Նրանց համար, օրինակ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև հակասությունները չեն ընկալվում որպես իմպերիալիստական հակամարտություն, այլ որպես կապիտալիստական պետությունների միջև մրցակցություն։ Ուստի նրանք հաճախ նույնացնում են բոլոր կողմերին ասելով ոչ NATO-ին, ոչ Պուտինին։ Այսպիսով տրոցկիստները խուսափում են հակաիմպերիալիստական ճակատի կամ շարժման գաղափարից, որը սակայն կարևոր է լենինյան մարքսիստական դիրքորոշման համար։ Ленինյան ավանդույթ տեսանկյունից տրոցկիստների մոտեցման երեք հիմնական սխալ։ Առաջին, նրանք անտեսում են իմպերիալիզմի կառուցված քայնեությունը որպես կապիտալի գլոբալ իշխանության ձև։ Երկրորդ, նրանք մերժում են ազգային ազատագրության փուլը դրանով թույլ չտալով գաղութային ժողովուրդներին պայքարել անկախության համար։ Երրորդ, իրենց մաքուր հեղափոխական դիրքորոշումը հաճախ իրականում ծառայում է իմպերիալիստական համակարգի պահպանմանը, քանի որ թույլատնում է հակաիմպերիալիստական դաշինքները։ Լենինը գրում է. իմպերիալիզմը կապիտալիզմի այն փուլն է, երբ մոնոպոլիաները եւ ֆինանսական կապիտալը ստանում են գերիշխան դիրք, իսկ կապիտալի արտահոսքը ձեռք է բերում բացառիկ նշանակություն, երբ աշխարհի տարածքային բաժանումն արդեն ավարտված է։ Վլադիմիր Իլիչ Լենին։ Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն փուլ։ Լենինի համար սա ոչ թե պարզապես քաղաքական երևույթ էր, այլ տնտեսական համակարգային փուլ։ Նա գրում է. իմպերիալիզմը ոչ թե քաղաքականություն է, որ կարելի է ընդունել կամ մերժել կամ փոխարինել այլով, այլ պատմական փուլ է կապիտալիզմի զարգացման անխուսափելի արդյունք։ Այստեղ Լենինը հստակ ցույց է տալիս, որ իմպերիալիզմը գլոբալ իշխանության եւ շահագործման նոր ձև է, որը չի կարող վերացվել առանց կապիտալիզմի վերացման։ Տրոցկին, սակայն, իր գործնական եւ քաղաքական վերլուծություններում այն դարձնում էր երկրորդական։ Նրա համար գլխավորն էր մշտական հեղափոխության գաղափարը։ Տրոցկին գրում է. Համանակակից պատերազմները ոչ թե իմպերիալիստական քաղաքականության արդյունք են, այլ կապիտալիստական համակարգի ընդհանուր ճգնաժամի արտահայտություն։ Տրոցկի, Պատերազմ եւ հեղափոխություն, 1917 թվականին։ Այսպիսով Տրոցկին անորոշացնում է իմպերիալիզմի բնույթը, այն դարձնելով ընդամենը կապիտալիզմի ընդհանուր ձևերից մեկը։ Տրոցկիստների մերժումը ազգային ազատագրական պայքարի։ Դև Տրոցկին իր գրքում Պատերազմ եւ միջազգային, որը հրատարակվել է 1938 թվականին, գրում էր. Աշխատավորները ոչ մի շահ չունեն իրենց սեփական բուրժուազիայի իմպերիալիստական հակառակորդների դեմ պաշտպանվելու մեջ։ Այս դիրքորոշումից բխում է տրոցկիստական սկզբունքը. ոչ NATO-ին, ոչ Պուտինին, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոչ Չինաստանին։ Այսինքն, բոլոր պետությունները համարվում են նույն, կապիտալիստան կան, ուստի հակաիմպերիալիստական ճակատն անիմաստ է։ Գեորգի Դիմիտրովը իր հայտնի շաշիզմը եւ աշխատանքային դասակարգը աշխատության մեջ, որը տպագրվել է 1935 թվականին, այսպես է գնահատում Տրոցկու մոտեցումը։ Այն բացառում է իմպերիալիզմի իրական պատմական էությունը, որպես կապիտալի գլոբալ իշխանության ձև, եւ վերածում է այն մաքուր աբստրակտ տնտեսական կատեգորիայի։ Ահա թե ինչու տրոցկիստական շարժումները հաճախ հայտնվում են քաղաքական մեկուսացման մեջ։ Նրանք մերժում են եւ հակաիմպերիալիստական եւ ազգային ազատագրական պայքարները, որոնք իրականում նյութական հիմք ունեն։ Լենինիզմը ընդհակառակը ճանաչում է իմպերիալիզմը, մեկ որպես կապիտալիզմի պատմական եւ տնտեսական փուլ, երկու որպես գլոբալ շահագործման համակարգ եւ երեք որպես պայքարի ուղղություն ազգային անկախության եւ սոցիալիզմի համար։ Տրոցկիզմը հակառակը վերացնում է իմպերիալիզմի փուլային բնույթը, մերժում է ազգային ազատագրության դերը եւ պես կոչված մաքուր միջազգային հեղափոխության գաղափարի, որը հաճախ մնում է աբստրակտ եւ անգործնական։ Լենինյան եւ տրոցկիստական դպրոցների միջև հիմնական գաղափարական հակադրություններից մեկը հենց իմպերիալիզմի բնույթին։ Թեև երկու հոսանքներն էլ իրենց համարում են մարքսիզմի ժառանգորդներ, նրանց մեկնաբանությունները կապիտալիզմի վերջին փուլերի վերաբերյալ արմատապես տարբեր են։
Այս տարբերությունը ոչ միայն տեսական է, այլև ունի վճռական քաղաքական հետևանքներ, կապված հակաիմպերիալիստական պայքարի, ազգային ազատագրության և միջազգային հեղափոխության հարցերի հետ։ Վենինը իր հայտնի աշխատությունում «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն փուլ», որը գրվել է 1916 թվականին, նախ ձևակերպեց իմպերիալիզմի տնտեսական հիմքը, ապա բացատրեց նրա քաղաքական բնույթը։ Նա գրում է. «Իմպերիալիզմը կապիտալիզմի այն փուլն է, երբ մոնոպոլիաներն ու ֆինանսական կապիտալը ստանում են գերիշխան դիրք, կապիտալի արտահոսքը ձեռք է բերում բացառիկ նշանակություն և աշխարհի տարածքային բաժանումը ավարտվում է»։ Գենինի համար իմպերիալիզմը ոչ թե քաղաքական կամ ռազմական երևույթ էր, այլ պատմական և տնտեսական փուլ, առաջացած կապիտալիզմի զարգացման անխուսափելի տրամաբանությունից։ Նա ընդգծում էր. «Իմպերիալիզմը ոչ թե քաղաքականություն է, որը կարելի է ընդունել կամ մերժել, այլ կապիտալիզմի զարգացման անխուսափելի փուլ»։ Այս մոտեցմամբ Հենինը ցույց տվեց, որ կապիտալիստական համակարգի գլոբալ կենտրոնները, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Անգլիան, Գերմանիան, Ճապոնիան և այլն, իրենց կապիտալը տարածում են ամբողջ աշխարհով, մեկ տնտեսական և ռազմական մեխանիզմներով շահագործելով կախյալ երկրներին։ Հետևաբար, հակաիմպերիալիստական պայքարը Լենինի համար ոչ թե երկրորդական, այլ հեղափոխության անբաժան բաղադրիչն էր։ Նա գրում էր. «Կապիտալիզմի ամբողջ աշխարհակարգը չի կարող վերանալ առանց իմպերիալիզմի կործանման, իսկ իմպերիալիզմը չի կարող կործանվել առանց ազգային ազատագրական շարժումների»։